Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեից բերման ենթարկվելիս ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արգիշտի Կիվիրյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց 3 ոստիկան։ Երեքն էլ ցուցմունքի ներածական մասում նույն բառերով պնդեցին, թե Կիվիրյանն ինքն իրեն է վնասել ոստիկանական մեքենայի մեջ։ Երբ որ ինքը գլխով հարվածեց մեքենայի բռնակին, ինքնավնասում կատարեց ու իր քթից արուն գալով ինքը ֆռած ժպիտը դեմքին մեզ ասաց, որ մենք հիմա կդատվենք, քանի որ մենք իրեն ծեծել ենք մեքենայի մեջ։ Երբ որ ինքը դրանից հետո կատարեց իմ հանդեպ բռնություն, դրա համար գրվեց զեկուցագիր, որ ինքը իմ ձեռքին հարվածեց եւ կծեց որից հետո։ Ոստիկանին բռնության մեջ մեղադրող Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ճշտեց։ Այսինքն դուք դա արեցիք, որ չդատվեք։ Ես չդատվեմ, բայց ինչի՞ համար։ Ըստ ոստիկանի ցուցմունքի Կիվիրյանին բաժին տանելու պատճառը եղել է այն, որ վերջինս չի ազատել փողոցը, չի ենթարկվել ոստիկանի պահանջին։ Ուժող ոստիկանն ասաց, թե Կիվիրյանն իրեն հայհոյել է։ Որից հետո էլ ասաց կեթաս մորդ ու քրոջդ տենց կբրթես, բայց ես իրան չէի բրթում, ես ընդհանրապես փորձում էի իրան փողոցից դուրս բերել։ Դուք իրան ինչ ասեցիք։ Ես ընդհանրապես իրան անվանեցի տականք, էլ չեմ հիշում։ Մի բառ եմ ասեմ։ Maybe չեմ հիշում, ստոր եմ ասել, թե ինչ-որ այսպես ինչ-որ մի բան եմ ասել։ Դժող ոստիկանը նաև ասաց, թե Կիվիրյանի հայհոյանքներին ինքը պատասխանել է միայն Կոմիտաս փողոցում, իսկ մեքենայի մեջ, երբ իդեպ 3 ոստիկան բերման էր ենթարկում Կիվիրյանին, ոստիկանները հայհոյանքներին ի պատասխան վիրավորական արտահայտություններ ըստ նրա ցուցմունքի չեն տվել Կիվիրյանի հասցեին։ Պաշտպանական կողմը պնդեց հարցադրումները, սակայն մեղադրող Արթուր Երիցյանն առարկեց, Կիվիրյանը կոչ արեց չուղղորդել։ Իսկ ինչու է ուժող ոստիկանը նախաքննության վերջում միայն ցուցմունք տվել, թե Կիվիրյանն իրեն հայհոյել է։ Տեսանյութ, որտեղ դուք վիրավորում եք Արգիշտի Կիվիրյանին։ Այդտեղից հանկարծ հիշեցիք, որ վայ չէ, մինչև այդ Արգիշտի Կիվիրյանն է ոստիկաններին էր հայհոյում եւ ձեզ ասում է մորդ կբրթես, չգիտեմ քրոջդ կբրթես։ Ես չգիտեմ, եթե դատարանում հանգած ասում եք, որ չէ, մորդ սեռական բնույթի հայհոյում։ Ես եթե ուշադիր լինեք, պետք է լինեք, որ նշված է նաև դրա հետ կապված գործերը։ Կիվիրյանի պաշտպանները ստուգեցին ոստիկանի իրավական գիտելիքները, նպատակը ոստիկանի գործողությունների իրավաչափության հարցը պարզելն էր։ Եթե ոստիկանի գործողություններն իրավաչափ չեն եղել, ապա ոստիկանի նկատմամբ բռնության հոդված չի կարող լինել, պատճառաբանեց Կիվիրյանի փաստաբանը։ Փաստաբան Լուսինե Սահակյանը տուժող ոստիկանին հարցրեց, թե օրինակ, որ օրենքի պահանջով պետք է քաղաքացիներին դուրս բերեին փողոցի երթևեկելի մասից։ Ոստիկանը հարցին պատասխանելու համար կարդաց օրենքը։ Լուսինե Սահակյանը տեղում եզրակացրեց, որ ոստիկանն օրենքի պահանջն անգիշ չգիտի։ Այսինքն այն պահին, երբ որ դուք քաղաքացիներին ասում եք ազատեք փողոցը, դրա մասին չգիտեիք։ Կասկածանքով գիտեիք։ Կիվիրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանի հարցերից պարզվեց, որ ոստիկանը իրավաբան է, վերապատրաստում է անգամ ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններին վերաբերող գիտելիքները հարստացնելու համար։ Կարող եք ասել դատարանին մի իրավիճակ, երբ ակցիայով քաղաքացիները փակել են փողոցը, կաթվածահար են արել երթերեկությունը եւ դուք իրավունք չունեք միջամտել։ Ես իրավունք չունեմ։ Տենց իրավիճակի մասին Ոչ։ Ապա ցուցմունք տվեց ճանապարհային ոստիկանության աշխատակից վկա Սարգիս Սարգսյանը։ Նա կրկնեց տուժող ոստիկանի պնդումները նույն բառերով։ Փաստաբանը հարցրեց. կոնկրետ ինչ գործողություններ էր կատարում Կիվիրյանը։ Մեղադրողն առարկեց. Կիվիրյանն ասաց, վկան դասը լավ չի սովորել։ Բայց դա չի նշանակում պետք է մայրոնություններ հաստատ։ Վկա Սարգսյանն ասաց, թե Կիվիրյանը ոտքերով հարվածում էր, թե ինչպես ու որ կողմից չէր հստակեցնում։ Իմ նստատեղի, Ձեր նստատեղը ընդեղ դիմացն է։ Ձեր ոտերը ձեր նստատեղի։ Ես այդպես բան ասեցի, որ դուք Թիկնակի հատվածում։ Այո, հետևի մասում, թիկնակի հատվածում։ Որ թիկնակի որ հատվածում, վերևում։ Ներքևի մասում։ Ներքևը նստարանի տակ։ Ոչ, մեջտեղի մասում։ Մեջտեղի մասին չէ, կենտրոնական հատվածում։ Այսինքն ոտերը սենց օդում է, հա? Չէ, ոտերը հարվածում է։ Իսկ ոտերը որտեղ է իր ընդհանուրը։ Մեքենայի մեջ։ Արգիշտի Կիվիրյանն ավելի վաղ պնդելով, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել, պատմել էր, թե ոստիկաններից մեկն իրեն խեղդում էր, իսկ ձեռքը քաշել է միայն այն ժամանակ, երբ իրական վտանգ է տեսել, որ Կիվիրյանը ոստիկանի մեքենայի մեջ ի վերջո կխեղդվեր, եթե ձեռքը ժամանակին չքաշեր։ Ճանապարհային ոստիկանության վարորդը վկա Արմեն Քոչինյանը դատարանում պնդելով մեղադրական ցուցմունքներն ասաց, թե իր գործընկեր տուժող ոստիկանը ստիպված է եղել մի ձեռքով պահել, որ Կիվիրյանը սլացող մեքենայից դուրս
չթռչի, բայց միևնույն ժամանակ չվարանեց ասել, որ մեքենայի դռները փակել էր այնպես, որ Կիվիրյանը հանկարծ չկարողանա փախչել։ Սեկրետները գցել է հարգելի դատավոր, որ հանկարծ մեջից դուռը չբացվի։ Այսինքն որ նենց են որ ջերել կար այդ դուռը բացել։ Դե չէր կարող, քանի որ գցած է սեկրետը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 18-ին։